Այսօր Հայաստանում 700,000 դրամ ստացող ուսուցիչ և զինվորական կա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները շրջել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերում և բնակիչներին ներկայացրել կատարած աշխատանքները։ Կուսակցության առաջնորդը ֆիքսել է մայրաքաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների ծավալը։ Տասնյակ տարիներով այս խաղահրապարակները մեր բանկերում եղել են անհասանելի։ Ապագան էս է, որ երբ որ անցյալի մեջ մենք մտածում ենք, ասում ենք, վայ, տեսնես կլինի ժամանակ, որ մենք ունենանք խաղահրապարակ։ Եվ ապագան էս է, որ մենք ունենք խաղահրապարակ։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման դրական արդյունքների մասին եւ բացատրել, որ ամենուրեք խոսում է այդ թեմայից, որպեսզի քաղաքացիները ֆիքսեն։ Համակարգն ամենուրեք աշխատում է միևնույն տրամաբանությամբ։ Երբեմն նաև կան կենսաթոշակառուներ, ում ամսական եկամուտները 20, 30, 40 հազար դրամով ավելացել են։ Եվ դա մեզ համար կարևոր նորություն է, որովհետև մարդիկ նախկինում, որ քրոնիկ հիվանդություններ են ունեցել եւ դեղեր են ձեռք բերել, եւ այդ դեղերի մի մասը առնվազն ստանում են պետական բյուջեի վճարումներով եւ հետեւաբար դեղերի համար վճարվող գումարների մի մասը նույնպես մնում է մարդկանց գրպաններում, մարդկանց ընտանեկան բյուջեներում։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները նաև լսել են քաղաքացիներին, նրանց առաջարկները քաղաքի կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։